Բարի լույս և բարի օր ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Հարգելիներս, գնումների էի գնացի, առավոտյան տան գնումներ էի արել, նոր եմ տուն վերադարձել և ցանկացա գնումներս ցույց տամ, թե ինչեր եմ գնել տան համար։ Այսպես խառը գնումներ եմ արել, հարգելիներս, ուրեմն վերցրել եմ այստեղ պիրմենիներ, այսպես երկու թելաֆոն պիրմենիներ, պիցայի լիստեր եմ վերցրել, հարգելիներս, շատ լավ պիցայի լիստեր է, արտադրվում է Հայաստանում ու շատ լավն է, առաջին անգամ չեմ օգտվում այս ֆիրմայից, շատ լավն է ու ինքն էլ թարմ է։ Դե այստեղ Էլենիս համար սուպիկներ, երշիկ, կլոր բրինձ տոլմայի համար, հարգելիներս, սպագետի եմ գնել, այստեղ կեչուպները, պանիր եմ վերցրել, չանախ պանիր է, հարգելիներս, 2 կիլոից մի քիչ ավել չանախ պանիր է, այստեղ բանջարեղեններ է, վարունգ, դդմիկ, վերցրել եմ ուրեմն ելակի ջեմ, որոշել էի, հարգելիներս, որ փոքրիկ կեքսեր թխեմ և այս գեղեցիկ ելակի ջեմով զարդարեմ, դրա համար եմ վերցրել, այստեղ վերցրել եմ թթվասեր, վերցրել եմ մայոնեզ, 1 լիտրանոց, ձկնկիթ, այդպես է կոչվում հայերեն, հա, դե իկրա էլ, իկրա եմ վերցրել, սև իկրա, հարգելի հետևորդներ ջան, իմ Էլենը շատ է սիրում, կարագով ուտում է, ու վերցրել եմ շոկոլադե կրեմ, այստեղ վերցրել եմ մանր վերմիշել, ոսկե հասկ, հարգելի հետևորդներ, այս ոսկե հասկը շատ լավն է, հենց իր մակարոնները, սենց մանր վերմիշելները շատ համեղ փլավ է լինում, շատ եմ օգտագործում հիմնականը հենց այս մանր վերմիշելները, սրանց փլավը, որ պատրաստում է, շատ համեղ է լինում, ոսկե հասկինը ու հատիկ փլավ է ստացվում, դե այստեղ էլ հա նորից սենց երշիկ ենք վերցրել, սալյամի այդպես ձեթ ենք վերցրել, կարտոֆիլ ենք վերցրել, վերցրել եմ կակաո խմորեղենի համար, պեչենիներ, այսպես էլ է խառը հարգելիներս, այսպեսի գնումներ եմ արել տան համար, նոր տուն ենք վերադարձել, հիմա այս բոլորը դասավորեմ, բոլորը դնեմ, որը սառնարանում պետքա դնեմ, որը պետքա դարակներում դասավորեմ, դե այս բրինձները ինչ որ առնում եմ, հարգելիներս, փոքրիկ վետրոներ ունեմ, լցնում եմ սերմարանքներ այդ վետրոների մեջ, դույլերի մեջ, այսպես ասեմ, էլի, սենց հարգելիներս, դե հիմա գնանք դրսում մի բաժակ սուրճ խմենք տղայիս հետ և անցնեմ գործի։ Էլենն է սուրճը պատրաստում, փոխվել ենք տեղերով ժողովուրդ ջան, ես նկարում եմ, Էլենը պատրաստում է, 3 բաժակ, հա Էլեն ջան, դե 3 հատ էլ ջուր լցրա, մի հատ էլ լցրա, նայտես վերևներ ինչ լավ հասած թթեր կա, արդեն պետքա քաղենք թթերը,
Արգելի հետևորդներ ջան, մենք արդեն քաղեցինք մեր առաջին բերքը, քաղեցինք թութ և գիլաս, սա մեր առաջին բերքն է, դե սա կոչվում է եզան աչք գիլասն է, սա դեռ տեղ ունի հասնելու, կարմրելու, հիմա սա քաղել ենք, որպեսզի վաճառենք. Ուզում եմ պանիրը կտրեմ և ահագին պատրաստեմ, լցնեմ. Դնենք աղաջուր. Պատրաստում եմ աղաջուրը, որ լցնեմ պանիրի վրա. Սաղը ջուր. Շատ աղ չեմ ուզում լցնեմ, որպեսզի պանիրը աղի չգա, հենց ինքը այս չանախ պանիրը արգելներս աղ պանիրը, աղը կերած պանիրը.
Դրա համար չեմ ուզում շատ լցնել։ Հիմա կխառնեմ։ Ինչի եմ լցնում մեծ դույլի մեջ, հարգելի հետևորդներ, սիրում եմ, որ այսպես ջուրը լիքն ա լինում, պանիրի երեսին ջուրը լիքն ա լինում, որովհետև ընդհանրապես ջրի երեսը ոչ փրփուր ա բռնում, որ ասում են պանիրի քյավ, չի բռնում, ոչ մի բան չի բռնում, չի բորբոսնում ընդհանրապես ջուրը, սիրում եմ, որ այսպես ջուրը լիքն ա լինում պանիրի մեջ, հիմա բերանն էլ կծածկենք և կդնենք սառնարանը։ Ժողովուրդ ջան, Էլենի համար պիցա եմ պատրաստում, մեզ համար էլ մանր վերմիշելով, հլավ։ Մի քիչ կետչուպ ենք լցնում և թթվասեր։ Ասենց ամբողջությամբ կխառնենք, կտարացենք պիցայի լիստի։
ժամանակն է, որպեսզի ջուրը լցնենք ժողովուրդ ջան։ Ջուրը ես նախապես եռացրել եմ թեյնիկով։ Իմ այգու կանանչին հարգելներս շատ անուշ համ ու հոտ ունի։ Խառը կանանչիա դաղց, սամիտ, համեմ, սող։ Հարգելի հետևորդներ, պատրաստեցի սպիտակ սոուս մածունով, մածուն, սմետան, քերած վարունգ և սող, և ամենավերջում էլ աղավելացրեցի։ Հիմա սա մենք կհամտեսենք փլաֆի հետ։ Այսպես։ Փլավն էլ պատրաստ է։ Տեսեք ինչ լավ հատիկ փլավ հաստացվեց։ Գազ օջախը անջատեմ և վերջ։ Էլենի պիցան արդեն պատրաստ է, տեսեք ինչ գեղեցիկ, ինչ ախորժելի տեսք ունի, հարգելիներս։ Վրան էլ հիմա այսպես էփելուց հետո, նորից որ արդեն ինքը պատրաստ է, սա նորից թթվասերը և կեչուպ։ Խառնել եմ իրար, հիմա նորից սա էլ այսպես սիրուն կլցնենք վրան և կդնենք նորից ջեռոցը մի 2 վայրկյանից կարելի է դրած և անջատած։ Եվ ամենավերջում վրան կկտրատենք կանանչի։
Սիրելիներս, այսօր պատրաստեցի վերմիշելով փլավ, շատ համեղ փլավ է ստացվել ու ամենակարևորը, որ հատիկ փլավ է։ Եվ սպիտակ սոուս մածունով և թթվասերով։